Բարի օր, ձեր ռադիոն Թունիչ FM 106.5 հաճախության վրա է լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում Թարմ ուղեղով հաղորդաշարը։ Տաղավարում աշխատում է Հայկուհի Մինասյանը, իսկ հաղորդաշարի մեր այսօրվա Թարմ ուղեղը հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանն է։ Բարի առավոտ, պարոն Սահակյան։ Պարոն Սահակյան, վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած դեպքերի հետ կապված, մասնավորապես հանրության ուշադրությունը այժմ Բերձորի դեպքերի վրա է։ Բազմաթիվ կարծիքներ հնչեցին մեր եթերում, հիմնականում անկախ փորձագետներ էին, ովքեր դեմ էին ամբողջովին այդտեղի ունեցածին։ Այդ պատճառով ցանկանում ենք նաև ձեզ հետ քննարկել հարցը, քանի որ հանրապետական կուսակցության պատասխանները, ինչքանով ես եմ հետևել, ինչ որ չափով արդարացնում էին տեղի ունեցած։ Բոլոր գնահատականները լսելուց, ինչքանով ես եմ հետևել, տեղի ունեցավ թեզիսի մասնակի կամ ամբողջական նենգափոխում։ Այսինքն հնչեցին բարոյական, քաղաքական գնահատականներ, բայց ոչ իրավական։ Դուք մասնագիտությամբ իրավաբան եք։ Ընտրություններից առաջ ապահով Հայաստան, այսպիսի կարգախոս ունեիք, ապրենք ապահով Հայաստան։ Որքանով է ապահով Հայաստանի շրջանակներում տեղավորվում այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ Խոսքը քաղաքական գնահատականների մասին չէ կամ բարոյական։ Ինչու չհնչեց դատապարտող որևէ հայտարարություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցածի հետ կապված։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես ձեր որոշակի գնահատականների կամ հարցադրումների հետ քան էլ համամիտ չեմ, ինչպես դուք նշեցիք, որքանով դուք հետևել եք, միգուցե նաև որոշակի բացթողումներ եք ունեցել հետևելու ընթացքում։ Այս ասեմ հետևյալը։ Մենք իհարկե, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, քաղաքական ուժ, մենք նույնպես դատապարտում ենք ցանկացած նմանատիպ դեպք։ Եթե կա անհամաչափ ուժի կիրառում, դա իհարկե եւ դատապարտելի է եւ պետք է ուշադրություն գրավի եւ պետք է նաև խորությամբ ուսումնասիրի եւ պետք է ուսումնասիրվի նաև դրա պատճառահետևանքային կապը, դրա ծնող հետևանքները։ Գիտեք ինչ, մենք կարող ենք ցանկացած երևույթի հետ կապված խոսել շատ ավելի պարզ, բաց, գնահատականներ հնչեցնենք, եւ ես որպես եւ պատգամավոր, եւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ որպես իրավաբան, իմ քաղաքական գործունեության ընթացքում ես չեմ հիշում կամ դուք չեք կարող հիշել որևէ մի դեպք, որ նմանատիպ արարքներին հստակ գնահատական հնչեցնելուց ես խուսափեմ։ Բայց Արցախի հետ կապված ես մի փոքր զգուշ եմ, ես մի փոքր ավելի խնամքով եմ իմ եւ գնահատականների եւ վերաբերմունքի եւ գործողությունների մեջ։ Ինչի համար։ Այնտեղ Արցախը մեր նորանկախ պետության երկրորդ ձեռքբերումն է։ Առաջինը դա մեր բանակն է, մեր հայոց ազգային բանակն է, դա իմ անձնական տեսակետն է։ Եվ երկրորդը մեր Արցախն է, որի պատճառով մենք ունենք կամ որի անկախացման, որի ազատագրման, որի այսօրվա Արցախ ունենալու գինը մեր եռաբլուրն է։ Հետևաբար մենք բոլորս պետք է Արցախի հետ կապված լինենք խնամքով։ Մենք ամբողջ աշխարհին ասում ենք, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է, որ այնտեղ իր ինստիտուտներով, պետական կառավարման համակարգով, բոլոր կառույցներով ինքը օրինակելի է եւ կարող է դասել տալ Ադրբեջանին դա միանշանակ որպես պետություն, ինչու՞ չէ նաեւ մենք էլ պետք է որոշակի առումով սովորենք Արցախից։ Սա մենք ցանկացած միջազգային ձևաչափում, երբ որ հանդիպում ենք, խորհրդարանական անպայման սա հնչեցնում ենք եւ դա իրականություն է։ Ես չէի ուզենա, որ որևիցե մեկի քայլերով, անկախ նրանից թե այդ որևէ մեկը ինչ ավանդ ունի Արցախի կայացման, ազատագրման գործում, մեր այդ գաղափարը, որը կա, որը իրականություն է, որում համոզում են նաև միջազգային բազմաթիվ փորձագետներ, ովքեր այցելում են Արցախ, 0.001% անգամ կասկածի տեղիք տա։ Դրա համար ես չեմ կարծում, որ այն դեպքերը, որ տեղի ունեցավ Բերձորում եւ այն նպատակի ինչի համար փորձում են գնալ Արցախ, որևէ պատճառաբանություն կամ որևէ արդարացում ունի։ Լինի իրավական, լինի, չգիտեմ, քաղաքական, մարդկային, չգիտեմ, ոչինչ արարքը որևէ պատճառաբանություն կամ արդարացում ունեք, մարդկանց ասում են վերադարձի ծառայողական քննություն է նշանակվել։ Մենք գիտենք որոշակի գործընթացներ այսօր նաև Բակո Սահակյանի Արցախի նախագահի մոտ խորհրդակցության արդյունքում որոշակի գործողություններ ծավալում են։ Բայց ես նորից եմ նշում, եկեք ես իրավական հարթությունից իհարկե դուրս գանք, ես նորից եմ նշում, ցանկացած դեպքի հետ կապված մենք մեր իրավական գնահատականները համաձայն եմ ձեզ հետ, բայց շատ ներողություն կարելի է մի բան ասել, օրինակ երբ դաշնակցությունն է դատապարտում այս կամ այն բանը, երբ ասում է ոչ ռեժիմն առանց 100-ամյակի, դու հասկանում ես, որ այս մարդիկ դեմ էին նաև արձանագրությունների ստորագրմանը, որը Հայաստանի համար մեկ պատմաբանների գնահատականով հաստատում էր, որ Արևմտյան Հայաստանի վրա մենք իրավական առումով խաչ ենք քաշում, այսինքն ինչպես գոյություն ունի բժշկություն, ինչպես գոյություն ունի իրավաբանություն, գիտություն, գոյություն ունեին պատմաբաններ, լուրջ պատմաբաններ, ովքեր այդ գնահատականն էին տալիս։ Եվ
Գյումրու դեպքերի օրը, երբ Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը գնում է օջախում քեֆի եւ դա իր համար ողբերգություն չի, հետո հայտարարում է, որ ապրիլի 24-ին ինչ որ ձևով բողոքի, ապրիլ ամսին անգամ ինչ որ ձևով բողոք անել է, դա իրենց բարոյական սկզբունքների մեջ չի տեղավորում, ես դա չեմ հասկանում ու չեն հասկանում նաեւ բազմաթիվ ռադիոլսողներ, ովքեր խնդրել են ես այս հարցը բարձրացնեմ։ Միգուցե ինչ որ պատճառաբանություն կա, դուք հիմա կասեք մեր ռադիոլսողներին եւ ձեր տեսանկյունը եւս։ Շնորհակալություն։ Բոլոր հարցերին մեկ առ մեկ կպատասխանեմ, եթե որևէ հարց բաց թողնեմ, խնդրեմ հիշեցրեք։ Առաջինը Բերձորի դեպքերի հետ ապրիլի 24 100-ամյակ առանց ռեժիմի այս գաղափարը։ Մենք տեսնում ենք, որ 100-ամյակը առանց ռեժիմի, ինչպես իրենք են ասում, մեր հայերի մեծ եղերնի 100-րդ տարելիցը 100-ամյակը առանց եղերնի կարգախոսով շարժվող մեր քաղաքացիները, որից մի առումով խոչընդոտի չեն հանդիպել, երբ որ իրենք երթևեկել են այդ ավտոշարասյունով Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ես առնվազն չեմ հիշում կամ հրապարակային չի եղել։ Եղան ինչ-որ հրապարակումներ, որ մեքենաներ են այրում եւ այլ եւ այլ եւ այլ։ Կներեք, բայց մեքենա այրողը այրում է մինչեւ վերջ, սա իմ անձնական տեսակետն է։ Երկրորդ, ես օրինակ, եթե դուք կարողանաք մեր ռադիոլսողների հետ, այն շահագրգիռ անձանց հետ, ովքեր ունեն որոշակի պատկերացումներ, ինձ համոզել, որ Արցախը այստեղ մասնակցել է ընտրովի մարմինների պետական համակարգի ձևավորման, այն ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եւ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ, եւ գնում են Արցախ, համոզեն, որ այ ձեր ընտրությունների արդյունքում ձևավորված այս ռեժիմը շատ վատն է եւ այլ եւ այլ եւ այլ, ես գոնե սենց 10% կարող եմ համաձայնել, թե ինչի կամ կարող եմ ընկալել, թե ինչի համար են իրենք գնում Արցախ։ Այն Արցախը, որ այս օրերին դե ֆակտո, դե յուրե գտնվում է փաստացի պատերազմական իրավիճակում։ Բայց մարդկանց ասեցին հետ վերադարձեք, այսինքն քանի որ կա տեսագրությունը, բոլորն են տեսնում, որ հետ է վերադառնում։ Մենք բոլորս մի փոքր ունենանք ազնվություն։ Իրենց ղեկավարները երբ որ հրավիրել են Արցախ եւ ամենաբարձր մակարդակով խորհրդակցություն են հրավիրել եւ մի անկախ պետության ամբողջ ղեկավարությունը նախագահից մինչեւ վարչապետ եւ խորհրդարանի ղեկավար եւ падգամավորներ նստում են սեղանի շուրջ եւ բացատրում են իրավիճակը, հորդորում են, խնդրում են, ներկայացնում են, որ այս պահին ճիշտ չէ, նպատակահարմար չէ գալ Արցախ այդ ավտոերթը կազմակերպելու։ Խնդրեմ, որպես քաղաքացի կարող եք գալ, որպես, չգիտեմ, ճամփորդ, չգիտեմ ինչ, մի միջազգային կազմակերպության անդամ կարող եք գալ, որպես ազատամարտիկով կռվել է թողերում կարող եք գալ, գնալ, հանդիպել զինվորներին, տարեցներին, չգիտեմ, իր բարեկամներին, որևէ մեկը չի արգելում եւ այսօր էլ չկա որևէ խնդիր։ Բայց գաք եւ այստեղ հետագայում նաեւ ասուլիսների ժամանակ հայտարարեք, որ եկել ենք հակառուսական տրամադրություններ տարածելու։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է եւ ազնիվ է։ Եվ երկրորդը, Գյումրու դեպքերի հետ կապված, ապահով Հայաստանի հետ կապված։ Գիտեք ինչ, մենք միգուցե նաեւ այդ ապահով Հայաստան, այդ կարգախոսը փոքր կամ լավ չենք ընկալել կամ խեղաթյուրում ենք։ Ապահով Հայաստանը չի նշանակում, որ ապահով Հայաստանում չպետք է լինի որևիցե մի հանցագործություն։ Ձեր ցանկացած չափանիշներով կարող եք ընտրել ցանկացած երկիր եւ կտեսնեք, որ այնտեղ լինում են նաեւ ծանրագույն հանցագործություն։ Գյումրու դեպքը ես անապահով Հայաստանի հետևանք չեմ համարում։ Դա ոչ էլ կապում եմ ազգության հետ, դա ոչրագործություն էր, որը կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած ամենադեմոկրատական երկրում։ Բայց այդ ուժային կառույցներն է, պետությունը ինքն է այդ անապահով մթնոլորտը ստեղծում, խոսքը դրա մասին է։ Մենք արդեն մոտավորապես 23-24 տարվա նոր անկախ պետություն ենք եւ մենք այդ ճանապարհին ունեցել ենք բազմաթիվ բարեփոխումներ։ Մենք ինքներս, եթե չեմ սխալում, հենց այս նույն ռադիոկայանում զրուցել ենք տարբեր թեմաներից, այդ թվում նաեւ մարտի 1-ից։ Եվ այն ժամանակ, երբ որ մենք խոսում ենք մեր մոնիտորինգի հանձնաժողովը ձևավորվել էր ազգային ժողովում եւ որի արդյունքում ոստիկանությունը ինչպիսի բարեփոխումների գնաց, անկեղծ ես այսօր դա չէի հավատա։ Եթե մենք խոսեինք այն ժամանակ այս պայմանների։ Եվ մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մենք գնում ենք առաջ։ Իհարկե լինում են նաեւ ոչ իրավաչափ կամ ոչ համաչափ որոշակի ուժի կիրառում։ Իհարկե հասկանում ենք, որ այդ ոստիկաններն էլ են մարդ, եթե իրենց հայհոյում են, ապա նրանք կարող են որոշակի դրսևորում ունենալ, թեպետ պարտավոր են իրենք զսպել եւ օրենքին հետեւել։ Դա մարդկային տեսանկյունից ելնելով։ Իհարկե նաև այդ ոստիկանները, եթե չեն կարողանում իրենց էմոցիաները զսպել, պետք է ունենան որոշակի պատասխանատվություն։ Մարդով անցնում է այդ համակարգ, արդեն այդ ամենի միջով անցնում է, հա։ Այո, եւ պետք է ունենան։ Ես ամեն ինչ կարող եմ ընկալել եւ իհարկե նաև պետք է մենք մեր ոստիկանական համակարգը ավելի բարելավենք։ Հայաստանի Հանրապետության, եթե ոստիկանության մասին է խոսքը գնում, իսկ եթե Արցախի Հանրապետության ոստիկանության մասին է, ապա այն նորից
պետություն նշում անկախ պետություն եմ, ես բացի դրական լավ խոսք ասելուց Արցախի ցանկացած քայլի հետ կապված, այն էլ այս ժամանակահատվածում ես չեմ կարծում, որ ճիշտ կլինի։ Ինձ բավարարում է Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցությունը, որի արդյունքում տվել է հանձնարարականներ եւ իհարկե նաեւ կհետեւենք։ Եվ նորից պետք է նշեմ եւ հորդորեմ, որ Արցախին վերաբերում մի փոքր խնամքով։ Կարծես մենք այս տարիներին մենք կամ մոռացել ենք, կամ կենցաղը, կամ սոցիալականը, կամ այս ճգնաժամերն ու այս ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները մեզ մի փոքր հեռացրել են մեր բուն նպատակին, մեր պատկերացումներից։ Պարզ է, եւ ես հասկանում եմ նաեւ, որ Ուկրաինան այն նաև դեպքերն է, որ մեզ ցույց է տալիս ինչեր կարող են լինել ամբողջ աշխարհում, ոչ թե պրոյեկցենք մեր մոտ։ Կարծես թե, չգիտեմ, նույն չեմ ուզում չարագուշակել կամ եւ այլ, բայց արդեն այս լայնածավալ պատերազմի մասին է խոսում երկու կողմերը։ Թուրքիան, որը մեր դարավոր թշնամին է, եւ մենք տեսնում ենք, որ 100-ամյակը մեծ եղեռնի, ինչպես եւ ինչ մեթոդներով է փորձում աղավաղել։ Մենք տեսնում ենք, որ Գալիպոլի ճակատամարտից մինչեւ, չգիտեմ, Սիրիա-Թուրքիա սահմանի տերորիստական գործողությունները միտված են մեկ բանի՝ շեղել ամեն ինչ։ Գնալ տարբեր տնտեսական իր համար ոչ ձեռնտու պայմանագրերի ստորագրման, որպեսզի այդ պետություններին գոնե այս մեկ տարվա ընթացքում շեղի դեպի իրեն։ Այսինքն մենք պետք է լինի ապրիլի 24 այն հանգրվանը, որտեղ մենք բոլորս ազգովի համախմբվենք։ Ես որևիցե մի անգամ չեմ ասել մեր ընդդիմախոսներին, այ մի կպայքարի, մի կխոսի։ Տեսեք, այդ նախախորհրդարան կոչված կազմակերպություն ասեմ, մարդկանց խումբ ասեմ, չգիտեմ, հա, կարող են իրենց գործունեությունը ծավալել ապրիլի 24-ից հետո ավելի բուռն։ Գիտեք, ես չեմ կարող հասկանալ, որ հենց 24-ը պետք է օգտագործենք այլ նպատակների, որովհետև էլ 100-րդ տարելից ապրիլի 24 երբևէ չի լինելու։ Մենք մյուս տարի եթե ուզենանք նույն բանով սենց հնչեղությամբ ազգովի համախմբվենք, դա կլինի 101-րդը։ Իսկ ապրիլի 24-ը լինելու է 100-րդը։ Մենք բոլորս քաղաքական ուժի խնդիրն է, մենք այսինքն չգիտեմ, որ այնտեղ քաղաքական ուժ կա, եւ նաեւ ես իմ հայտարարության ժամանակ կոչով նաեւ դիմել եմ մեր բոլոր քաղաքական ուժերին, այսօր էլ օգտվելով ձեր այս լայն հնարավորությունից եւս մեկ անգամ ուզում եմ հնչեցնել։ Կան արդյոք քաղաքական ուժեր, ովքեր սատարում են այդ շարժումը։ Հենց այդ գաղափարը մինչեւ ապրիլի 24 առանց ռեժիմի, այսինքն 100-ամյակը առանց ռեժիմի։ Ոնց ուզում ենք այս բառերը փոխանցենք, գալիս ենք հասնում ենք մեծ եղեռնի։ Մենք բոլորով քար առ քար, լավ, վատ, չգիտեմ, թերանալով կամ չգիտեմ, ջանքեր գործադրելով, բերել ենք, հասել ենք մի հանգրվանի, որ 100-րդ տարելից մեծ եղեռնի, պետք է ազգովի համախմբվենք։ Եթե մենք փորձում ենք մտովի մի փոքր էքսկուրս անցկացնել, մենք տեսնում ենք, որ ազգովի նաև համախմբվել ենք 50-րդ տարելիցի ժամանակ, երբ որ այն ժամանակ հողերն էինք պահանջում, հիմա ցեղասպանության ճանաչում ենք պահանջում, որը ըստ պատմաբանների թուրքական ծուղակ էր։ Ինչպես ստացվեց, որ 65 թվականին հողեր պահանջող ժողովուրդը եւ ճանաչման հարցը քննարկման ենթակա չէր, քանի որ դա հարց չէր, դա փաստ է։ Այսինքն թուրքական դիվանագիտությունը բերեց նրան, որ այսօր մենք ճանաչում ենք պահանջում։ Համամիտ չէ։ Մենք կարող ենք օրինակ վերցնել եւ տեսնել այդ 100-ամյակ առանց ռեժիմի։ Որից է մի բան արել են, որ գոնե մեկ երկիր, մեկ պետություն այս աշխարհում հողագնդի վրա, այսպես ասեմ, գլոբալ ճանաչի մեր ցեղասպանությունը։ Ես չեմ կարող ասել իմ դիրքորոշումը դրա մասին եւ չեմ էլ զբաղվում ինքս քաղաքականությամբ, բայց եթե խոսենք Աստալայի ազատամարտիկ Ալեք Ենիկոմշյանի մասին, ով այս 2 ամիսների ընթացքում ով ազգային արժեք է եւ որևէ մեկը չկա որ չհամաձայնվի, հա, ես իր գաղափարները չեմ ասում կապված նախախորհրդանի հետ։ Ազգային արժեքին ում ոստիկանությունը կարող էր նման կերպ վարվել 2 անգամ, դա արդեն իմ կարծիքով մի կողմ թողնենք նախախորհրդարանը մեկ կողմ, Ալեք Ենիկոմշյանը մեկ կողմ։ Ես շատ շնորհակալ եմ, որ ինքներդ ձեր խոսքում եւ գնահատականի մեջ նախախորհրդարան առանձնացնում եք Աստալայի մի ազատամարտիկի մի գաղափարակիրի Ես կարող եմ նշել Իգոր Մուրադյանը, երբ նշում են, հա, այսպես խոսում են խոսակցական զրույցներում այն մարդիկ, ովքեր եղել են պետականաշինության ակունքներում, ասում են, որ Ջավախքը եւ Արցախը նույն իրավիճակի մեջ էին։ Եվ Ջավախքը այն թվերին չանկախացավ, որովհետեւ կար այստեղ Իգոր Մուրադյանը, ով Արցախի անկախության գաղափարական տեսանկյունից ճարտարապետներից մեկն է։ Այսինքն դուք նշեցիք, որ ունենք 2 ձեռքբերում։ Մեկը բանակն է, մյուսը Արցախը եւ հաստատեն այդ ձեռքբերման հեղինակը նաեւ Իգոր Մուրադյանն էր։ Ինչքան էլ ինքը սխալ լինի, ինչքան էլ համաձայն չլինեն, իմ կարծիքով այդ երկրի անկախության ճարտարապետի հետ նման կերպ վարվել չի կարելի, որովհետև մենք չենք իմանա ինչ իրավիճակներ կունենանք, բայց այստեղ իմ կարծիքով վտանգավորը մի ուրիշ բան է, որ ես պարզապես ուզում եմ հարցնեմ։ Դուք ասում եք առհասարակ հանրապետական կուսակցությունը, որ Արցախը անկախ պետություն է, դա աշխարհի համար է, ոչ թե ներքին լսարանի։ Մենք գիտենք, որ մենք երկուսս էլ հայ ենք եւ
մեկ Հայաստան գոյություն ունի։ Իսկ աշխարհին կհամոզենք, որ Արցախը անկախ է։ Սկզբից կճանաչենք, հետո կմիավորենք։ Այս ուղիով էր գնում։ Մարդիկ կան, ովքեր ասում են, եթե Արցախը Հայաստան չէ, ինչու է պետբյուջեից տարեկան 100 միլիոնից ավել գումար հատկացվում։ Սա շատ սխալ է, վտանգավոր է, բայց այնուամենայնիվ շրջանառության մեջ մտավ այդ սարսափելի տեսակետը։ Իսկ ով շրջանառության մեջ։ Մարդիկ այդ եզրակացությանը եկան այն բանից հետո, երբ դուք ասում եք Արցախը բացարձակ անկախ է։ Մարդու մոտ շարքային քաղաքացու ազգային գաղափարներով տոգորված չէ, հարց է առաջանում, լավ, եթե Արցախը պաշտոնյաները բարձրացան, ասում են Հայաստան չէ, ինչու են փորձեմ պատասխանել։ Վտանգավոր չէ համարում։ Գիտեք ինչ, վտանգավորը մեկ այլ բան եմ համարում։ Վտանգավորը համարում եմ ոչ թե հենց Բերձորում տեղ ունեցած, մի ընդհանրենք ոչ համաչափ ուժ կիրառելը ոստիկանության կողմից։ Վտանգավորը դրան սադրելը, այդտեղ այդ ամեն ինչին հանգեցնելը, երբ որ մարդկանց նորից եմ կրկնում, Բայց դա ձեր գնահատականների հետևանքով է, այսինքն ես անկեղծ եմ ասում, բազմաթիվ մարդկանց գիտեի, ովքեր նախախորհրդարանին չէին սատարում, դեմ էին այդ գաղափարին 100-ամյակն առաջ ռեժիմի։ Մեր հաղորդումը լավ, փորձեք հարցը հնչեցնել, ես ներկայացնեմ։ Եթե դուք ասում եք Արցախը բացարձակ անկախ պետություն է, եւ դա արդեն ոչ թե արտաքին դեսանի համար, այլ ներքին դեսանի համար։ Ինչու եք պահանջում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ծառայել բանակում։ Սա ռադիոլսողների հարցն է, հա, ինչքան ես Facebook-ից եմ հետևել եւ ռադիոկայան։ Բնական է, որ նման հարցեր պետք է լինեն եւ ամենավտանգավորը հենց նմանատիպ հարցերն էր եւ դրանից առաջ ձեր իսկ կողմից հնչեցրած մյուս բոլոր հարցերը, որոնց եւս մեկ անգամ չի ցանկանա բարձրաձայնել։ Մենք ունենք Արցախ եւ բոլորս պատկերացնում ենք, թե Արցախը այսօր ոնց է գոյատևում, ոնց է ապրում, ոնց է զարգանում, ինչի շնորհիվ եւ ինչպես։ Ես չէի ուզենա սա բարձ պատճառով բարձրաձայնել, բայց ստիպված եմ գոնե 1-2 անդրադարձանալ, թեպետ ցավում եմ, որ այդ դեպքերի եզրահանգումը կամ վերջնահանգրվանը եղավ այն, որ մենք պետք է բացահայտենք նմանատիպ հարցեր եւ ունենանք նմանատիպ հարցեր հնչեցնելու ուղիղ եթերներում տարբեր։ Գիտեք ինչ, երբ որ մարդկանց հրավիրում են եւ խորհրդակցության ժամանակ փակ բացատրում են այն ամենը եւ մարդիկ գնում են նորից այդ ճանապարհով, ուրեմն այդտեղ ինչ որ մի բան կա, կներեք, որևիցե մեկի հայրենասիրության վրա չեմ կասկած, որևիցե մեկի կատարած արակները չեմ նսեմացնում, երբևէ չեմ թերագնահատում, որովհետեւ ես ինքս ծառայել եմ հայոց ազգային բանակում եւ գիտեմ ինչ է նշանակում կյանքը դնել կշեռքի նժարին։ Դա հաստատ։ Եթե մենք ասում ենք, որ Արցախը անկախ է, մենք հավատում ենք դրան, որ Արցախը անկախ պետություն է, մեր փոքրիկ երկրորդ հայկական անկախ պետությունն է։ Մենք այդպես ենք բնութագրում։ Մենք դրան հավատում ենք։ Մենք մեր ամենօրյա քայլերով փորձում ենք դա ավելի ամրապնդել, ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում։ Ուրուգվայը, չգիտեմ, ճանաչում է Արցախի անկախությունը, մի փոքր պարլամենտ, մի փոքր խմբակ, որևէ պարլամենտում իրենք հայտարարություններով կամաց հանդես են գալիս, որ այո, կա նմանատիպ մի փոքր պետություն, որը անկախ է, որտեղ կան ժողովուրդ, ուզում են ազատ ապրել իրենց օրենքներով, արարել իրենց ընտանիքները պահել։ Էս է բանաձևը բոլորից։ Բայց որ սրա արդյունքում գնում են սադրիչ գործողությունների ընթարման, որից հետո ծնվում է մնացած երկու հարցերը՝ մեր երեխեք ինչի պետք է ծառայեն, պետբյուջեից ինչի պետք է փող վճարվի, գումար վճարվի եւ այլ։ Ես չեմ ուզում այդ հարցերին անկեղծ պատասխանել, որովհետև դրա պատասխանը մեկն է։ Դա մեր հայ եղբայրներն են, մեր երկրորդ Հայաստանի Հանրապետությունն է, որ ունենք անկախ եւ որի համար մենք բոլորս պարտավոր ենք որևէ քայլ անելու։ Եվ մենք չպետք է որևիցե մի գործողության արդյունքում, չգիտեմ, 10 հոգու եւ ոստիկանության ընթարման կամ 500 հոգու եւ ոստիկանության ընթարման հետ կապված երենք տնենք քննարկման սեղանին այնպիսի հարցեր, որ ձեռնտու է բացառապես մեր ճշնամուն։ Բացառապես որևիցե մեկին դա ձեռնտու չէ։ Շնորհակալություն, անդրադառնանք վերջին հարցին։ Շատ կարճ վերահսկիչ պալատը բացահայտել է, որ բյուջեից թալանել ու վատնել են $140 միլիոն։ Երբ մենք խոսում ենք թոշակների բարձրացման մասին, չգիտեմ, ազատամարտիկներին թոշակներ պիտի տային եւ այլն, ասում են, որ պետբյուջեում փող չկա։ Ինչպես է ստացվում, որ հյուսիս-հարավ ավտոճանապարհին $1 միլիարդ է կորում, ինչպես է ստացվում, որ կենսաթոշակային այդ հսկայական չարաշահումների հետևանքով ինչ որ մեկը դառնում է միլիարդատեր, ինչպես է ստացվում, որ պետբյուջեից $140 միլիոն վատնվում է։ Երբ շարքային փոքրիկ խանութում վաճառողը 150 դրամ պակաս է ՀԴՄ խփում, 5 րոպե հետո հարկայինից օգանքը գալիս է, այսինքն մենք տեսնում ենք, որ մեր հարկայինը, մեր պետական ապարատը երբ իրեն ձեռնտու է, կարողանում
կարողանում է 5 րոպեվա ընթացքում դեպքը բացահայտել եւ ամեն ինչ անել։ Եթե տեսնում ենք ինչ որ մեկը մի քիչ արագությունը խախտեց մեքենայի, տուգանքը պատրաստ է, շատ գեղեցիկ ձևով ներկայացվում են մարդուն։ Իսկ ինչպես է ստացվում, որ այս հարցում վերահսկությունը հնարավոր չի լինում իրականացնել։ Եվ փաստորեն մենք այդ գումարները ունենք, որ կարող էինք տրամադրենք այս կամ այն սոցիալական խոցելի խմբի։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց է, նաև նուրբ հարց է։ Ես պետք է ասեմ հետեւյալը. իհարկե, ես չեմ կարող ասել, որ գիտեք ինչ բյուջեի նպատակային օգտագործման առումով մենք հասել ենք ամենաիդեալական մակարդակին կամ այլևս չարաշահումներ չկան, դա կլինի անհետություն։ Այն որ վերահսկիչ պալատը եւ մյուս վերահսկողներ մարմինները էլ ավելի աչալուրջ պետք է լինեն, դա բոլորիս ցանկությունն է, պահանջն է եւ պետք է նաեւ կարողանանք հետեւողականորեն հասնել դրան։ Այն որ արդենից մենք մի շարք օրենքներում փոփոխություններ ենք կատարել, այդ թվում նաեւ իրավական ակտերի մասին օրենքում եւ երբ որ վերահսկիչ պալատը հրապարակում է որոշակի թվեր, որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործություն կամ առնվազն ենթադրվում է, որ կա ոչ օրինական արարք, ապա դրա հետևանքով պետք է հարուցվի քրեական գործեր եւ գնանք առաջ։ Սա էլ արդեն մեկ քայլ առաջ։ Ես ինքս ունեի բազմաթիվ հարցեր, այսպես ասեմ, հատկապես վերահսկիչ պալատի այս հաշվետվության հետ կապված, որը պետք է ներկայացնեին ազգային ժողովում, բայց քանի որ հանգամանքների բերումով կամ չգիտեմ ինչ պատճառով Իշխան Զաքարյանը չէր որ ներկայացնում էր, ես պատրաստում եմ իմ հարցերը նաեւ գրավոր ուղղել պարոն Զաքարյանին, որպես իրեն ընտրած падգամավոր։ Սա այլ հարց։ Եվ իհարկե մենք պետք է նաև ամենօրյա մեր ուշադրության կենտրոնում պահենք այս բոլոր խնդիրները։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Որովհետև եկել է մի ժամանակ, որ երբ որ կար մի ժամանակը կարմիր լույսի տակով անցնելը, մեքենայի մեջ բարձր երաժշտություն լսելը, դրանք ասենք ինչ որ կատեգորիա էր եւ այսօր դա ամոթալի երևույթ է եւ որևէ մեկը նմանատիպ արարք չի կատարում։ Մենք պետք է մեր հասարակական վերահսկողության նաեւ առումով հասնենք նրան, որ բյուջեից գոնե 1 կոպեկ վերցնելը, հարկատուների հաշվին կամ մեր տատիկ-պապիկների հաշվին հարստանալը դա ամենաամոթալի երևույթն է եւ բոլորս պետք է պարսավենք, բոլորս պետք է նաեւ Բայց ունենք արդյոք մեխանիզմներ, այդ տեսեք հարկերը հավաքում ենք, բայց քաղաքապետարանը որևէ մեխանիզմ չկա, որ ինձնից հարցնի, այդու ուզում ես ես Զեյթունում 8-րդ անգամ 2 տարվա մեջ ասֆալտը նորից թարմացնեմ, որը կատարյալ իրավիճակում է, ուզում ես քարերը փոխեմ, թե ուզում ես մի հատ նստարան դնեմ։ Այսինքն ամեն մեկը վարվում է այնպես, ինչպես իր կմահաճույքն է։ Որևէ ձևով ժողովրդի հետ կապ չկա այս տեսանկյունից։ Գիտեք ինչ, օրինակ քաղաքի առումով մենք ունենք այսօր բավականին բարեկարգ քաղաք։ Դա բոլորիս աչքի առաջ։ Գոնե կազմակերպչական, չգիտեմ, այդ արդյունավետ ծախսերի կամ այդ առումով քաղաքը կամ քաղաքապետարանը մի փոքր այլ կենտրոն համայնքը երևի նկատի ունեք։ Եկեք որպես ազգային ժողովի падգամավոր մեկ օր էքսկուրսիա կազմակերպենք, ասենք Քանաքեռ։ Ցույց տվեք այդ որ ասում եք բարեկարգ է քաղաքը, ես չասացի, հա, ծայրամասային Քանաքեռ, Զեյթուն Քանաքեռ համայնքը։ Եկեք տեսեք այնտեղ աղբահանության իրավիճակը, տեսեք փողոցների իրավիճակը Քանաքեռում եւ այլ մեծ սիրով ես նաեւ կհորդորեի, որպեսզի մի ակցիա կազմակերպեք, գայեք տրանսպորտ սպասեիք։ Երբ Անգլիայի քաղաքապետը մեկ օր փողոցում բոմժ կարգավիճակով ապրեց, որպեսզի հասկանա բոմժերին, հա, ես ձեզ խորհրդորում եմ ուղղակի ինչ որ մի շաբաթ հայտարարել այդ մինիմալ աշխատավարձով կամ մինիմալից մի փոքր բան ձեր երեխաներին ու ընտանիքներով եւ հասարակական տրանսպորտից փոքր փորձեք օգտվել։ Կազմակերպեք դա, որպեսզի դուք ավելի լավ հասկանաք։ Միշտ հարց տվողին թվում է թե դիմացին ասենք կտրված է ամեն ինչից։ Երբ որ ես գնում եմ Սպիտակի գյուղերում, մարդկանց հետ հանդիպում եմ, չգիտեմ, տարբեր միջոցառումներ են կազմակերպում, երբ որ ես ինքս ոտքով քայլում եմ, իմ որդու հետ նաեւ ինչ չէ մետրոից եմ օգտվում նաեւ, հա, չգիտեմ, Քանաքեռում էլ ենք լինում, 9-րդ մասիվում էլ ենք լինում, չգիտեմ, տարբեր տեղերում ենք լինում, մենք լուսնիկ չենք իջնում, մենք ինքներս տեսնում ենք։ Պարզապես ձեր գնահատականները, որ դուք ասացիք բարեկարգ է, այդ պատճառով իմ բարեկարգ է, ցանկացած նույնիսկ քաղաքակիրթ երկիր կամ պետություն, երբ որ գնում ես, կենտրոն ասածը դա մի փոքր այլ նշանակություն ունի։ Երբ որ քո ճամփորդները, տուրիստները գալիս են, նրանք չեն գնում 9-րդ մասիվ կամ չեն գնում ասենք Քանաքեռ Զեյթուն այնտեղ ինչ որ մենք հարկերը հավաքում ենք մեր համար, չէ՞ ոչ։ Այստեղ պետք է լինի նաև որոշակի կոմֆորտ այլ երկրի քաղաքացիներ, ովքեր տուրիստական այցով են այստեղ։ Համամիտ չեմ ձեր հետ եւ չեմ կարծում, որ Քանաքեռ Զեյթունում օրինակ բակային այն գեղեցիկ կառուցապատված, չգիտեմ, խաղահրապարակներ չկան, այդ մինի ֆուտբոլի դաշտեր չկան։ Ես ուղղակի չեմ կարող պատկերացնել։ Մենք այդ էքսկուրսիան անպայման կկազմենք։ Ես մեծ սիրով, եթե լինեն բաց թողումներ, ես ինքս խոստանում եմ անձամբ զրուցել եւ քաղաքապետի հետ եւ նաեւ ինչ չէ պատկան մյուս մարմինների հետ։ Շատ շնորհակալ եմ պարոն Սահակյան, հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք լրատվական ռադիոյի եթերում Թարմ ուղեղով հաղորդաշարն էր, տաղավարում աշխատում էր Հայկո Հիմինասյանը, իսկ այսօրվա հյուրը հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էր։ Շնորհակալություն պարոն Սահակյան։